Գոյամարտ սերիալի նկարահանումները շարունակում են ընթանալ լիարժեք ու ինտենսիվ ռեժիմով և օրեցօր ավելի շատ մանրամասներ են բացահայտվում, որոնք միայն հաստատում են մեկ բան. Առաջիկայում հեռուստաեթերում կհայտնվի իսկապես ամենառեյթինգային և ամենաքննարկվող նախագծերից մեկը: Արդեն հիմա, մինչ սերիալի մեկնարկը, Գոյամարտն ունի այն ուշադրությունը, որին հասնում են միայն մեծ նախագծերը: Սերիալի որակի և դիտարժանության մասին շատ բան է ասում արդեն իսկ Դավիթ Հակոբյանի մասնակցությունը: Նրա ներկայությունը ցանկացած նախագծում ինքնին որակի նշան է: Դերասանն, ով կարողանում է իր կերպարներին հաղորդել խորություն, հեղինակություն և մարդկային ծանր փորձ: Գոյամարտում Դավիթ Հակոբյանը մարմնավորում է ընտանիքի պապիկի կերպարը: Մի կերպար, որը, ըստ ամենայնի, լինելու է ոչ միայն ընտանիքի ավագը, այլ նաև արժեքների, անցյալի փորձի և կյանքի դաժան դասերի կրողը: Նրա կերպարը սերիալում դառնում է այն առանցքը, որի շուրջ ձևավորվում են մյուս հերոսների հարաբերությունները: Հետաքրքիր և կարևոր սյուժետային բացահայտում է նաև այն, որ Լևոն Մկրտչյանի, Կարո Հովհաննիսյանի և Մանե Հակոբյանի մարմնավորած կերպարները սերիալում լինելու են քույր ու եղբայրներ: Այս ընտանիքը, ըստ արդեն հրապարակված տեսանյութերի ու կադրերի, լինելու է սերիալի ամենաբարդ և բազմաշերտ գծերից մեկը: Սա այն ընտանիքն է, որտեղ չկա միանշանակ բարին ու չարը, որտեղ յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, իր ցավը և իր սխալները: Դիանա Գրիգորյանին հատուկ ոճով այս ընտանիքում նույնպես ոչ բոլորն են լինելու դրական կերպարներ: Ընտանեկան հարաբերությունները լի են լինելու բախումներով, հակասություններով, չասված խոսքերով և անցյալից եկող վիրավորանքներով: Սրանք այն ընտանիքներն են, որոնք արտաքինից կարող են ամուր թվալ, բայց ներսում կրում են լուրջ ճաքեր: Հատկապես հետաքրքիր է Մանե Հակոբյանի մարմնավորած կերպարը: Հրապարակված տեսանյութերից և կադրերից արդեն իսկ զգացվում է, որ նա լինելու է մի փոքր երեսառած, ազատ ու գուցե ինքնավստահության սահմանները երբեմն անցնող աղջիկ: Բայց ինչպես միշտ Դիանա Գրիգորյանի սերիալներում, այսպիսի կերպարները հազվադեպ են մնում մակերեսային: Շատ հավանական է, որ նրա վարքագծի տակ թաքնված են ներքին դատարկության, ուշադրության պակաս կամ չլուծված ընտանեկան խնդիրներ: Լևոն Մկրտչյանի և Կարո Հովհաննիսյանի կերպարները ևս լինելով նույն ընտանիքի անդամներ, տարբեր ուղիներ են ընտրելու կյանքի մեջ: Նրանցից մեկը կարող է գնալ պայքարի ճանապարհով, մյուսը հեշտ լուծումների, ինչը ընտանիքի ներսում ավելի կխորացնի հակասությունները: Գոյամարտը հենց այսպիսի պատմությունների մասին է: Ընտանիքներ, որտեղ սերը և ցավը քայլում են կողք կողքի, որտեղ պայքարը սկսվում է տնից և տեղափոխվում կյանքի ամենադժվար ռինգը: Սերիալը խոստանում է լինել հուզական, ծանր, բայց միևնույն ժամանակ շատ իրական: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է Գոյամարտը պարզապես սերիալ չէ: Դա պատմություն է մարդկանց մասին, ովքեր ապրում են, սխալվում են, պայքարում են և փորձում են գտնել իրենց տեղը մի աշխարհում, որտեղ գոյատևելն արդեն իսկ հաղթանակ է: Գոյամարտ սերիալի երկրպագուները շարունակում են անհամբերությամբ սպասել սերիալի եթեր հեռարձակվելուն, իսկ մինչ մեկնարկը նախագծի շուրջ բացահայտվող յուրաքանչյուր նոր մանրամասը միայն ավելի է մեծացնում հետաքրքրությունն ու սպասումը: Սերիալը դեռ եթեր չի բարձրացել, բայց արդեն ապրում է իր ակտիվ կյանքով, լուրերով, նկարահանումներով ու անակնկալներով: Վերջին օրերին հայտնի դարձավ, որ սերիալի դերասանական կազմից Տիգրան Աղալարյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալից, մարմնավորելով Սոսի երիտասարդ տարիները, սերիալի մեկ այլ դերասանական խմբի և նկարահանող խմբի հետ մեկնել է Մոսկվա: Այնտեղ արդեն իրականացվում են սերիալի կարևոր նկարահանումներ, որոնք ըստ ամենայնի ունենալու են առանցքային դեր սյուժեի զարգացման մեջ: Տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Տիգրան Աղալարյանի կերպարը սերիալում մարզիկ է: Տեսարաններում նա մարզվում է, վազում, պատրաստվում է ֆիզիկական ծանր փորձությունների: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Գոյամարտը միայն հոգեբանական դրամա չէ, այլ նաև ֆիզիկական պայքարի, կամքի ուժի և տոկունության մասին պատմություն: Դերասանի ֆիզիկական պատրաստվածությունն ու նվիրվածությունը կերպարին խոսում են նախագծի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին: Դիանա Գրիգորյանն ինչպես միշտ չի սահմանափակվում հեշտ լուծումներով: Սերիալն առավել դիտարժան դարձնելու համար նա ոչինչ չի խնայում: Ոչ ժամանակ, ոչ ռեսուրս, ոչ ուժ:
Հայաստանից դուրս իրականացվող նկարահանումները չափազանց բարդ են, սկսած կազմակերպչական հարցերից մինչև ֆինանսական մեծ ծախսեր։ Սակայն Դիանա Գրիգորյանի համար կարևոր է ոչ թե հեշտ ճանապարհը, այլ որակը և պատմության ամբողջականությունը։ Մոսկվայում նկարահանումների իրականացումը վկայում է, որ սերիալի սյուժեն դուրս է գալիս տեղական շրջանակներից և ստանում ավելի լայն շնչառություն։ Սա կարող է նշանակել անցյալից եկող պատմություններ, միջազգային կապեր կամ կերպարների կյանքի այն հատվածները, որոնք ձևավորվել են Հայաստանի սահմաններից դուրս։ Ամեն դեպքում սա նոր շերտ է, որը սերիալին հաղորդում է մասշտաբայնություն։ Գոյամարտը կամաց ձևավորվում է որպես իսկական մեգանախագիծ, որտեղ ամեն դետալ կարևոր է, և մինչ հեռուստադիտողները սպասում են եթեր հեռարձակվելուն, ստեղծագործական թիմը շարունակում է աշխատել օր ու գիշեր, որպեսզի արդյունքը լինի սպասելիքներից բարձր։ Սպասումը շարունակվում է, իսկ յուրաքանչյուր նոր կադր, յուրաքանչյուր նոր տեղեկություն ապացուցում է Գոյամարտը պարզապես սերիալ չէ, այլ պատմություն, որի համար արժե սպասել։ Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ յուրաքանչյուր պրոդուկտի հաջողությունը միջուկն է, սյուժեն։ Կարող ես քեզ շրջապատել լավագույն դերասաններով, զինված լինել լավագույն տեխնիկայով, բայց եթե նյութը լավ չէ, ապա չհավատաք, որ լավ դերասանների կամ արտագնա նկարահանումների շնորհիվ կարելի է վարկանիշ ձեռք բերել։ Գաղտնիք չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում սերիալների նկարահանման վրա ահռելի գումարներ են ծախսում։ Որքան գումար է անհրաժեշտ Հայաստանում հեռուստասերիալ նկարելու համար և ունեն դրանք կրթադաստիարակչական նշանակություն հարցին Դիանա Գրիգորյանը պատասխանել է. Դաստիարակությունը միայն այն չէ, որ երեխային ասես սա կարելի է, սա չի կարելի։ Երբ ասում եմ, որ սերիալներ դիտելով երեխաները վատ բաներ են սովորում, դա ինձ համար թերի արտահայտություն է, որովհետև երեխան եթե ունակ է վատը սովորելու, ապա կարող է բարեկամից, հարևանից, մանկապարտեզից, դպրոցից, ամեն տեղից